Սիրելի հայրենակիցներ, այսօր ես միանում եմ մեր պահանջին, ես միանում եմ մոմավառությանը, ես միանում եմ ճշմարտությանը, բայց ես ուզում եմ մի կոչ անել մեր սիրելի հայրենակիցներին, հիմա որ այս մոմերը տեսնում եք, սա մեր իրական հայկական նահանգներն են, որ այսօր զավթվել են թշնամու ձեռքից և թուրքահպատակ հայերի կողմից, որտև թուրքը Իրանով չէր կարող մեր երկիրը զավթել այս ձև, 214,000 կիլոմետր, դա եղել է թուրքահպատակ հայի ծախված տեսակը։ Ես ուզում եմ մի կոչ անել իմ սիրելի հայրենակիցներին, որ Թուրքիան և Ադրբեջանը, նրանք իմ հարևանները չեն, չի կարող քոչվոր ազգը լինել ինձ հարևան, որովհետև այդ նահանգները դրանք մեր պապերի տներն են, իսկ այսօրվա կառավարությունը և անցյալի կառավարական ուժերը կոչել են և աշխարհը կոչել է Թուրքիային մեզ հարևան, ինչպես կարող է քոչվոր ազգը գողանա, սպանի, տիրանա մեր տներին և մենք կոչենք նրանցը հարևան, հենց սա է ամենամեծ սուտը, հենց սա է ամենամեծ խաբեությունը, եթե մենք պահանջում ենք, ինչպես կարող ես դու պահանջել հարևանից հող և տուն, սա է մեր խնդիրն եղել, որ մենք տարիներ պահանջել ենք հարևանից, մենք ժառանգորդն ենք մեր տների, մեր տատերի, մեր պապերի, մեր հողերի ժառանգորդն ենք, իմ սահմանները Հունաստանից է ձգվում, իմ սահմանները ձգվում է Սիրիայից, նրանք են մեր հարևանները, Իրաքից, Իրանից և Ռուսաստանից, ես չեմ ճանաչում Ադրբեջան ազգ, իմ համար նա քոչվոր մեկն է, որ տիրացել է իմ պապերի և տատերի տունը, ես չեմ ճանաչում քոչվոր ազգին որպես հարևան, մենք պիտի սովորենք իրերը իրենց անուններով տալ, երբ որ դու կոչում ես աշխարհով մեկ պահանջում ես, այո, ես հիմա Ավստրիայում պահանջում եմ, ոչ թե պահանջում եմ իմ հարևանից, այլ պահանջում եմ իմ պապերի տունը, իմ ժառանգությունն եմ պահանջում, ես չեմ կարող Արարատը և Արարատյան դաշտավարից դեպի մեր արևելյան Հայաստանը կոչել հարևան, դա հենց ամենամեծ խաբեությունն է, որ մենք դա կոչում ենք, պիտի մենք թար գտանք այդ կոչմանը հարևանի հետ, վատ հարևանի հետ, դրանք մեր հարևանները չեն, սիրելի հայրենակիցներ, ինչից եք վախենում բարձրաձայնել իրականությունը, եղեք իսկական պահանջատերը, դուք եք ժառանգը ձեր տան, դուք եք ժառանգը ձեր հողի, ձեր փողի, ձեր ոսկու, ձեր հավատքի, իսկ մենք պահանջում ենք հարևան կոչելով, ես ուզում եմ Նիկոլ Փաշինյանին ասել, Նիկոլ Փաշինյան, Արցախը, որ հիմա դու ստորագրում ես խաղաղության պայմանագիր և ուզում ես սահման դնել, վաղը ես կոչելու եմ Արցախի ապրած ադրբեջանցուն հարևան, սա ամենամեծ խաբեությունն է, նա չի կարող ինձ հարևան լինել, որտեղ նա զավթել է ձեր և մնացած անցյալ նախնիների ձեռքի առուծախն է եղել, որ այսօր մենք չունենք Նախիջևանը, այսօր մենք չունենք Արցախը, այսօր մենք չունենք Արևմտյան Հայաստանը, ձեր նմանների ծախվածների երեսից այդ ամեն ինչը եղել, սիրելի իմ քույրեր, եղբայրներ, իմ սփյուռք, իմ հայրենակիցներ, թողեք հարևան բառը, Թուրքիան մեզ հարևան չի, Թուրքիան զավթել է մեր հողերը, Թուրքիան զավթել է մեր տները, ժառանգորդի պես խոսեք, ես խոսում եմ հիմա որպես ժառանգորդ ու չեմ վախենում ասել Թուրքիան քոչվոր ազգ է, չեմ վախենում ասել, որ Ադրբեջանը քոչվոր ազգ է, այո, նրանք եկել են, սպանել են, խլել են, գողացել են, ու այսօր փորձում են Եվրոպայում և տարբեր ազգերում հաշվի նստել մեր պապերի եղածով և խաբել ասելով, որ մենք հարևաններ ենք, ոչ, սա է ամենամեծ մեր դժբախտությունը և այսօրվա մեր քաղաքական թուրքահպատակները փորձում են սահմաններով խոսել և հարևանի լեզվով խոսել, դրա համար մենք 110 տարի չենք հասնում մեր ժառանգությանը, այսօր սպանելով մեր հայրենակիցներին հազարավոր և միլիոնավոր մեր եղբայր քույրերին, գիտեք,
թուրքը ուզելա դռները բացել են թուրքահպատակ հայերը, թուրքը իրանով չէր կարողանա մտնել մեր սահման եւ մեր տունը։ Այսօր Ռուստամ Գասպարյանը իր որդու եւ մնացած մեր հերոս աղբերների հետ, այսօր Հայկի իմ աղբերը, որ նահատակվել են հանուն հայրենիքի, հանուն հավատքի, այսօր հարյուրավոր տղեկի, նույնը Արտուր Ասատրյանին, որ թագավորների գաղափարախոսությունը դրեց եւ մեծ գործեր անելուց հետո այսօր թուրքը չի արել, որ ինքը չմտնի երկիր, այ թուրքը հապատակ հայն է արել, որ այդ տեսակ մարդիկ չմտնեն իրենց երկիրն իրենց տունը։ Այսօր Ռոստամի պես տղեն, որ չկան, եւ նրա պես հերոսները, որ չկան, թուրքը չի խփե, այ թուրքը հապատակ հայն է տեղը ցույց տվել, որ Իսկանդերը խփել է։ Այսօր Սերոբ Գասպարյանը, երբ որ Բերդում հիմա հենց մի ԱԱՑ-ի պատվալումը թուրքը չի նստեցրել, թուրքը հպատակ հայն է նստեցրել թուրքի զակասով։ Կոչեք անունները իրանց տեղերով, որովհետև այսօր թուրքը զակաս է տվել, որ մնացած մեր տարածքները հանձնելու, որովհետև դրա համար գին է տվել։ Մենք խոսել ենք 1 տրիլիոնի մասին, որ այսօր այդ նույն գումարները մեր պապերի, մեր տատերի այլյան գինի գումարներով նրանք փորձում են այսօր առուծախ անել մեր եղբայրների այլյան գնով։ Ով է սպանել մեր եղբայրներին, ով է նստեցրել մեր եղբայրներին, ով, թուրքը, ոչ, թուրքը հպատակներն են սպանել մեր 1,5 միլիոնին, որտեղ նրանք են ծախել, եւ հիմա մեր միասնությունը պիտի լինի բոլորովս, ոչ թե կոչենք սահմաններով, այլ կոչենք մեր տներով։ Մենք ենք ժառանգորդը, գիտեք, ինձ Քրիստոսը ցույց է տվել հարության գինը։ Քրիստոսը երբ որ եկավ երկիր, նա չեկավ իր սիրուն աշկերի համար, նա եկավ տվեց հարության գինը։ Մի քանի օր առաջ մենք խոսում ենք Զատիկի մասին, Քրիստոսի հարության մասին։ Քրիստոսը հաղթեց ճշմարտության համար եւ նա հարություն առավ։ Ինչից եք վախենում հայ ազգ, եթե ասում եք 10-ից 15 միլիոն հայ գոյություն ունի աշխարհում մեկ, եւ այս ճշմարտությունը իմանալով վախենում եք խոսել ձեր տան մասին, այ խոսում եք սահմանների մասին, խնդրում եք աշխարհին, որ սահման բացի, ինչ սահման բացի, նա մեր տունն է, մենք պիտի խոսանք ժառանգորդի իրավունքով, ոչ թե հարևանի իրավունքով։ Հարևանը չի տա քեզ, բայց երբ որ դու ժառանգորդն ես եւ օրենքն ես պաշտպանում եւ օրենքով կարողանում ես աշխարհին ապացուցել, այստեղ դու 100% պահանջատերն ես լինելու։ Սա է մեր գլոբալ խնդիրը, որ 110 տարի մենք կոչեցինք Թուրքիային հարևան։ Ոչ, Թուրքիան քոչվոր եկած մի ազգավոր, նա չի կարող ինձ հարևան լինի։ Ադրբեջանը չի կարող ինձ հարևան լինի։ Այս բառակապակցությունը եւ այս խոսքերը հանեք ձեր մեջից։ Եղեք ժառանգորդը, եղեք պահանջողը եւ Աստված հարություն կտա ձեր ճշմարտության համար։ Մենք շնորհքի երկիր ենք եւ հարությունը ապրած երկիր ենք, Քրիստոսին ընդունած երկիր ենք։ Ապա եթե դուք խոսեք ճշմարտություն եւ ճշմարտության լեզվով եւ Աստծո կամոք ամեն ինչ կլինի։ Իսկ եթե խոսեք հարևանի, չի լինելու ոչ մի բան։ Ես պահանջում եմ, ես ժառանգորդն եմ իմ նախնիների եւ ես պահանջելու եմ մինչեւ վերջ։ Աստված օրհնի իմ հայ ազգին, ես օրհնում եմ իմ հայ ազգին, օրհնությունով լինեք եւ ճշմարտությունով մնացեք։ Աստված օրհնի բոլորիդ։